Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, Կիրակի մասնակցել եք Հովհաննավանքում Տեր Արամի կողմից մատուցված պատարագին, բայց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտարարում են, որ կարգալույծ եղած քահանան պատարագ մատուցելու իրավունք չունի եւ առհասարակ այդ դեպքում պատարագի մասնակցելը ասում են սխալ է։ Շնորհակալ եմ, հարցը շատ կարևոր է, որովհետև իսկապես այն ամենօրյա խոսքերը չեմ ուզում ասել, որ իրականում են մարդիկ, ովքեր որ Մայր Աթոռում որոշումներ են կայացնում այսօր, իրականում ոչ միայն մեր, այլ նաև կարող եմ ասել մեր քաղաքացիների մեծամասնության մոտ չեն վայելում այն ակնածանքը, այն խորհրդավորությունը եւ այն տեղն են զբաղեցնում, որտեղ որ պետք է չլինեին եւ հետեւաբար մենք այսպես ասած չենք էլ ընդունում, որ այդ մարդիկ կարող են ինչ-որ մեկին կարգալույծ անել կամ օրհնել կամ ինչպես տեսակ տարիներ առաջ նրանք նաև սրբազան շարժում կոչված քաղաքական շարժման ժամանակ նաև Գարեգին Բեի օրհնությամբ էր կատարվում այդ շարժումը եւ իրականում այն քաղաքական բնույթ ուներ, այսպես ասած նրանք վաղուց դուրս են եկել ու դուրս են դրել իրենց եկեղեցուց, հետեւաբար նրանց կատարած ոչ մի գործողություն այս պահի դրությամբ չի կարող դիտվել իրապես եկեղեցուց եկող գործողություն եւ ես ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Տեր Արամին նման որակի պատարագ մատուցելու համար, որովհետեւ առաջին անգամ չէի, որ մասնակցում էի պատարագի եւ վստահաբար կարող եմ ասել նույնիսկ էկրանից են կողմ քաղաքացիները, ովքեր հետևել են պատարագին, զանգեր ենք ստանում, որ այնքան խորհրդավորություն կար, այդքան խորհուրդ կար այդ ամեն ինչի մեջ, որ նույնիսկ փշաքաղվում էին։ Տեսեք, այնտեղ հիմնականում խոսվում էր ճշմարիտ խոսքի բարձրացման մասին եւ շատ մի հուզիչ մաս կար, հիմա չեմ կարողանում բառերով կոնկրետ մտաբերել, բայց այն որ վարչապետը հնարավորություն է տալիս, որպեսզի ճշմարիտ խոսքը հասու լինի բոլոր քաղաքացիներին, ինչի համար նաեւ Տեր Արամը շնորհակալություն հայտնեց վարչապետին ու ասաց, որ 2000 տարիների ընթացքում առաջին դեպքն է, որ իշխանությունը ամեն ինչ անում է, որ ճշմարիտ խոսքը այսպես դուրս գա ու հասանելի լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու բոլոր քաղաքացիներին առհասարակ, ինչը շատ հուզիչ էր, ես նույնպես ներսում էի, իրապես շատ լավն էր պատարագը։ Տեսեք, դուք կասկածի տակ եք դնում կարգալույծ լինելու հանգամանքը եւ ասում եք, որ այնտեղ այսինքն իրավունք չունեն, հա, կարգալույծ անելու կամ գուցե հենց կարգալույծ անողը այդ իրավասությունը չունի։ Ես կարծում եմ, որ ինչքան էլ որ իրանք իրենց կանոնակարգերով են շարժվում եւ ես հարգում եմ իրենց կանոնակարգը, հետեւաբար առաջինը իրենք պետք է իրապես շարժվեն իրենց կանոնակարգ, եթե իրենք հղում են անում կանոնակարգին, որով իրենք կարգալույծ են արել Տեր Արամ քահանային, այդ դեպքում հենց իրենք պետք է հետևեին կանոնակարգին եւ հիշում եք խոսակցությունները իրենց վերաբերյալ որտեղից է սկսվել, որ հենց առաջինը իրենք են խախտել կանոնակարգը եւ հետեւաբար, երբ որ իրենք առաջինն են խախտել կանոնակարգը, հետեւաբար ոնց իրենք կարող են արդեն կանոնակարգին հղում տալով կարգալույծ անել Տեր Արամին եւ առհասարակ կարծում եմ, որ սա մի քահանա լինելը, այսպես քաղաքացիներից ոնց որ միջնորդ լինելը դեպի Աստծո խոսքը եւ այլն, դա այնքան էլ այսպես պետքա պաշտոնի նման չլինի, որ կարողանան անեն, ես վստահաբար ասում եմ, որ Հովհաննավանի բոլոր գյուղացիներն էլ էին դեռ վաղուց խոսում, որ Տեր Արամը ունի պաշտպանության կարիք, որովհետեւ անընդհատ իր շուրջ ինչ որ խնդիրներ առաջացել են։ Ամռանը նույնիսկ երբ որ եղել եմ աշտարակում, մեր աշտարակի կուսակցական անդամները նույնիսկ տեղյակ էին, որ Տեր Արամին ինչ որ անընդհատ ճնշումների են ենթարկում, բաց խոսելու համար, այս կամ այն մկրտությունը անելու համար, եթե մարդը հարմարվում էր ինչ որ մկրտության արարողակարգին եւ այլն, բայց ըստ էության, երբ որ տեսանք այն 4 կետերը, որոնց հիմքով Տեր Արամին կարգալույծ էին արել, ես այնտեղ որևէ եկեղեցական կարգի խախտման դրվագ այսպես ակնհայտ չէի տեսել։ Տեսեք, դուք ասում եք Տեր Արամը պաշտպանության կարիք ունի, բայց համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որտեղ հենց այդ նույն հոգևորականն ասում էր, ես նկարներ ունեմ, կհրապարակեմ, ինչ պետք է եւ շատերը հենց դա են քննադատում, որ դա արդյոք դա հոգևորականի պահվածք է։ Տեսեք, մարդը այս պահին գտնվում է այսպիսի հոգեվիճակում, անկախ ամեն ինչից մարդուն անընդհատ ճնշումների ենթարկեցին, տեսակ ինչպես իր կողքի հոգևորականները նույնիսկ, բայց ես նաև շնորհակալ եմ այն հոգևորականներին, ովքեր
ամեն դեպքում օրինակ եթե չեմ սխալվում Տեր Տարոն, որ էլի մասնակցեց պատարագին, որոնք աջակցեցին Տեր Արամին, հոգու խորքում հասկանալով, որ Տեր Արամը իրապես ճիշտ է եւ այստեղ գուցե այդ Տեր Արամը իրականում, եթե չեմ սխալվում, խոսում էր այն մասին, որ բոլորը գիտեն, որ դուք ուխտադրուժ եք, դուք երեխա, ընտանիք ունեք, նկարները, բայց ես կարող եմ ասել, որ Տեր Արամը չէ, որ նկարներ հրապարակել է եւ այլն, հրապարակ օրաթերթն է շատ կարծեմ 2 տարի առաջ հրապարակել, նշել, որ Հակոբոս Ներսիսյանի աղջիկն է, այսպիսի մասնագիտություն ունի, այստեղ է աշխատում, բոլորը գիտեն նրա գոյության մասին եւ այլն, որը որ ոչ իշխանամերձ թերթ է եւ այնպես չէ, որ Տեր Արամը ինչ որ բացահայտում էր անում։ Այս դեպքում նաև շատ հաճախ ասում են, որ պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, Տիկին Ղազարյան։ Մենք այստեղ ես առաջին հարցս, որ ուղեցի վարչապետին, ամեն դեպքում ինչքան էլ որ եկեղեցին ունի իր ներքին կանոնակարգերը, բայց եկեղեցու ներսում թեկուզ Տեր Արամը, թեկուզ Կրտիչ Ներսիսյանը եւ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ ունեն օրենքով պաշտպանվածության կարիք։ Եվ այս առումով ես կարծում եմ դուրս չեն իրանք պետությունից, ճիշտ է, անջատ են գործում իրանք կանոնակարգով, բայց իրենք Հայաստանի Հանրապետության պետությունից դուրս չեն։ Եվ նաև ասվում է Մայրաթորի կողմից, մեր խորհրդարանական ընդդիմության կողմից, որ այն հոգևորականները, որոնք քննադատել են իշխանությանը, այն քաղաքական գործիչները նկատի ունեն Վարդան Ղուկասյանին եւ ինչպես իրենք են բնութագրում ազգային բարերար իրենց ձևակերպում Սամվել Կարապետյանը անազատության մեջ են հայտնվել, որովհետև քննադատել են իշխանությանը, այսինքն ովքեր քննադատում են իշխանությանը, այդ կերպ իշխանությունը փորձում է լրացնել նրանց։ Գիտեք, հետաքրքիր որն է, որ այս փուչիկը արագ պայթում է այն դեպքում, երբ որ ուղիղ 1 շաբաթ առաջ համացանցում տարածվեց խոսակցությունը Նաթան արքեպիսկոպոս, եթե չեմ սխալվում, եւ Տեր Աղան հեռախոսային զանգեր ըստ երևույթի եւ այնտեղ երևում էր, որ Տեր Աղանին ուզում են ինչպես կարգապահական ինչ-որ պատժի արժանացնել, քանի որ Տեր Աղանը հրաժարվել էր մասնակցել 2021 թվականին վարչապետի դեմ ցույցերին ու այդտեղ Տեր Աղանը հստակ նկատվում է, որ Տեր Աղան ընդհանրապես իշխանամերձ չի, իշխանություններին որևէ ընդհակառակ շատ կոշտ բառապաշարով է խոսում իշխանությունների մասին, բայց այնուամենայնիվ որևէ սպառնալիք էս պահին Տեր Աղանի վերաբերյալ չկա, որովհետև մարդը հստակ ասում է, ինչի համար եք ինձ ինչ-որ պատժի արժանացնում, ժողով կազմակերպում իմ համար, ինչա թե ես չեմ համաձայնվել ցույցի գնամ, հարկադրանք է եղել մարդու նկատմամբ։ Այս ամեն ինչի մասին եկեղեցականների վերաբերյալ բազում ասեկոս շատ ժամանակ ենք լսել, բայց իրականում ուշադրություն այդ առումով շատ չենք արժանացնել, որովհետև երբեմն կան բաներ, որոնց մասին մտածում ես, բայց անդադ չես ուզում հոգու խորքում հավատաս, որովհետև երբ որ դու սկսում ես հոգու խորքում հավատաս, այն ամբողջ կառույցը, այն ամբողջ, այսպես ասած, հոգևոր ակնածանքը, որ ունես այդ մարդկանց նկատմամբ, մեջդ ինքդ քեզանից էլ ես երբեմն վախենում այդ մասին բարձր խոսելուց, բայց կարծես հասունացավ այդ պահը այդ մասին խոսելու եւ ողջունում եմ այն հոգևորականներին, ովքեր համարձակություն ունենում են ամեն դեպքում բարձրաձայնել այն ամեն ինչը, ինչ կատարվում է եկեղեցու ներսում, որովհետև եկեղեցին նորոգման կարիք ունի, իրապես ունի։ Ինչ առումով։ Տեսեք, թեկուզ այդ հարկադրանքների ընտրական կեղծիք դա համարվում եւ Տեր Աղանը խոսում էր, բայց դա հետո ի հայտ եկավ։ Հետևաբար ես կարծում եմ կան բաներ, օրինակ այդ ձայնագրությունը վստահաբար ոչ իրավապահ մարմիններն են արել, ոչ իշխանության, իրանք իրենց ներքին կոնֆլիկտի արդյունքում ամեն դեպքում ինձ թվում է պահել էին այդ ձայնագրությունը, որ ինչ որ մի ժամանակ խոսել, որովհետև երևի թե իրենց մոտ էր հասունացել այդ ճնշումներից ազատվելու պահը գալու եւ ազատություն ունենալու հարցը։ Տիկին Ղազարյան, ինչպես է ստացվում, որ այդ պահը հասունանում է, ինչպես ստացվեց, որ այսպես ասած եկեղեցին կամ եկեղեցու ներսում տեղի ունեցող այս իրադարձությունները դարձան գրեթե առաջին պլանի թեմա, առաջին պլանի խոսակցության թեմա։
Դե տեսեք, երևի թե մանր սկիզբ առան հենց այն քաղաքական հայտից, որ ներկայացրեցին եկեղեցականները, հետո դրանից հետո սկսեց պարզվել, արդեն որ առնչվում ես իրանց հետ եւ ասում ես հիմա որոշի դու եկեղեցական ես, թե կուսակցություն է դա, որը դուք եք կառավարում եւ կուսակցական հայտ եք ներկայացնում, սկսեցին դրանից ու արդեն այն եկեղեցականները, որոնք որ արդեն համաձայն չէին, սկսեցին խոսել ու զգալով նաեւ վարչապետի աջակցությունը այս մասով, որ իրոք մեր եկեղեցին ունի նորոգման կարիք, սկսեցին արդեն, տեսեք, մեկը Տեր Արամի օրինակով սկսեց խոսել, հայտնի դարձավ այդ բանաձայնագրությունը, որ փաստեց այն հանգամանքը, ինչի մասին խոսվում էր, նաև Տեր Արամն էր խոսել, որ հանրայինի եթերում, որ իրեն ստիպում են գնալ հավաքների, ցույցերի, ու ես կարծում եմ քիչ-քիչ մարդիկ համարձակություն կունենան ուղղակի այդ մասին խոսել։ Դեռ չխոսացած Տեր Արամին միանգամից անվանեցին հուդա, հիշում եք ինչպիսի ճնշումների ենթարկվեց ամբողջ կիսված այսպես եկեղեցականները, մի մասը պաշտպանում էր, մի մասը ասում էր դու հուդա ես, դու ես նզովում էին եւ այլն եւ այլն։ Մարդիկ համարձակություն չեն ունեցա խոսել, հիմա գոնե որ զգում են մարդկանց ժողովրդի վարչապետի աջակցությունը ավելի համարձակ են իրենց խնդիրների մասին խոսելու, սա է այդ պահը։ Իսկ չեք կարծում, որ գուցե գա պահը, երբ այսպես ասած բախում լինի, որովհետև մենք տեսանք, երբ օրեր կամ գուցե շաբաթներ առաջ մեր ձևով շարժումը հավաք արեց եւ շարժվեց դեպի Մայրաթոր եւ այնտեղ շրջապատեցին, այսպես շրջափակեցին Մայրաթորի շենքը, ասելով որ պաշտպանում են հենց Մայրաթորին։ Այ հետագայում չեք կարծում, որ Մայրաթոր եւ գուցե, չգիտեմ, Տեր Արամ, այսպես ասած, կողմնակիցների ինչ որ բախում լինի, խնդիրներ լինեն, լարվածություն լինի։ Ես չեմ կարծում, ես նույնիսկ երբ որ հովանավանք էինք գնում, կարծեմ լրագրողներից մեկը հարցրեց չեք վախենում, որ հովանավանքում ինչ որ բախումներ կլինի, ես ասացի իրական քրիստոնյան հենց վանքի ներսում պատարակի ժամանակ նման բան իհարկե իրեն թույլ չի տա, իհարկե մի փոքր պրովոկացիոն ինչ որ բան եղավ, ամեն դեպքում ամեն ինչ շատ հարց ու շատ հետաքրքիր անցավ։ Չեմ կարծում, ինչի առումով չեմ կարծում, որ երբ որ սկսի այն աջակցություն, այն process-ը, երբ որ բոլոր, ես կարծում եմ ավելի շատ արագ կարգալույց անելու Տեր Արամին, Բարձրաստիճան հոգևորականները առաջին իրենց էին ապահովագրում, որպեսզի ցույց տան հանգարց մյուսները չխոսակ, հանգարց մյուսները չըմբոստանակ, ձեր հետ էլ նույն բանը կլինի, բայց երբ որ իրենք զգան, որ իրապես ժողովրդի այդ ներսի իրականում եկեղեցականները միաբան են իրար հետ եւ կարող են ինչ որ մի կետում իրապես իրանց դեմ դուրս գան, ինձ թվում է դա իրանց կզսպի, բայց դա էլ արդեն կախված է թե ինչքանով իրենք այսպես կհամարձակվեն այդ քայլին գնալ, որովհետեւ Տեր Արամի օրինակով կարող եմ ասել, բավականին ճնշումները այսպես իրար հերթ չտալով գրառումներ անել Facebook-ում եւ այլն եւ հուդա անվանել, շատ տհաճ է իհարկե այդ process-ը, որ մարդիկ իրար հետ այսպես աշխատում են ու հանգարց անսալով իրենց վերնախավին, իրենց գործընկերոջ, այսպես ասած, այդ վիճակի մեջ են դնում։ Դե որովհետեւ հայտարարում են նույն ընդդիմադիրները, որ իշխանությունը եկեղեցու դեմ է դուրս եկել եւ հենց դա է խնդիրը, որ կարող է, այսպես ասած, երկու կողմի ինչ որ մի բախում դառնա, էլի։ Իրականում եկեղեցու դեմ երբեք իշխանությունը դուրս չի եկել, ճիշտ ասած հանուն եկեղեցու է իշխանությունը պայքարում, որ եկեղեցին մաքրագործվի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները էլ ավելի շատ կապնվեն եկեղեցու, իրապես բոլոր քաղաքացիները ագնան պատարակի։ Դե իրանք հնարավորինս դա ուզում են այդպես ներկայացնեն, որպեսզի ընդհանուր ժողովրդի մեջ ներկայացնեն, մենք դուրս ենք եկել եկեղեցու դեմ, հետո կասեն դա մեր ինքնության դեմներ եւ այլն, իրենց այն որ շաբլոն խոսակցություններ են, քանի անգամ են նման թեզեր նետել ասպարեզ, բայց միևնույնն է փուչիկ են դարձել, որովհետև էլ արդեն ժողովուրդը իրանց չի հավատում, բոլորը տեսնում են, որ մարդ որ գնում է եկեղեցի, մարդ որ գնում է պատարակ, մարդ որ հարգում է այդ ամեն ինչը, չի կարող դուրս գալ այդ ամեն ինչի դեմ։ Մենք բոլորս ես ինքս էլ կնքված եմ, Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ, ինչպես տեսակ պատարակի ամբողջ ընթացակարգը գիտեի ոնց եմ գնում, ինչպես եմ անցկացնում, ոնց եմ հաղորդություն ստանում եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք այնպես չէ՞ էլի անջատենք եկեղեցուց կամ այլ մոլորակից ենք եկել, մենք նույն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ենք, նույն եկեղեցու հետևորդներ ենք, ուղղակի մենք ուզում ենք իրապես մեր եկեղեցին մաքրագործված լինի, որ մեր բոլոր քաղաքացիները ավելի շատ կապվեն եկեղեցու հոգևոր կյանքի հետ։ Անցնենք մի փոքր ներքաղաքական այլ հարցերի, 2026-ի ընտրությունները որքան մոտենում են, այնքան ներքաղաքական վիճակը լարվում է, Տիկին Ղազարյան։ Ես հիշում եմ, որ
այսպես ասած, մենք ամեն դեպքում տեսնում ենք, չէ՞, որ Քոչարյան, Սերժ Սարգսյան լարվածություն կա եւ վերջին ասուլիսներից մեկում նաեւ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իշխանության շանսերը շատ փոքր են 2026-ի ընտրություններին։ Ես հենց այդ եմ ուզում հիշել, որովհետեւ մի այսպիսի բան կար, որ վերընտրվելու հավանականությունը գրեթե 0-ի է հասնում, մոտավորապես այդպիսի միտք ասեց։ Շատ այնքան հետաքրքիր է Ռոբերտ Քոչարյանը միջև այսօր կարծես այլ աշխարհում ապրի, ինչ որ մի առանձին աշխարհ է Հայաստանի Հանրապետության։ Իրանց չգիտեմ էլի ոնց որ կտրված, այսինքն միշտ է կտրված եղել ժողովրդից ու դա իր խոսքով էլ է ապացուցվում, այդ ասուլիսի մանր դրվագներ եմ դիտել ամբողջը չեմ դիտել, այնտեղ ինքն էլ է ասում, դե ինձ ասում են, որ դու մարդկանց մեջ դուրս ես գալիս շփվում ես, դա քվե է բերում էլի, ասում է, բա գիտեք հեշտ է այդքան մարդկանց հետ դուրս գալ։ Ապշելու բան է, այդ մարդը խոսում է, որ մենք ռեյտինգ չունենք կամ կարող ենք 0-ի լինի մեր հաղթելու շանսը։ Ես լրիվ հակառակը կասեի, ինքը շատ այլ աշխարհում է ապրում, ցավում եմ, որ տեղյակ չի առհասարակ Հայաստանում ինչ է կատարվում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ է ուզում, ինչ է ձգտում, ինչ է կատարվել առհասարակ Հայաստանի Հանրապետությունում։ Ես չգիտեմ ինքը ինչ է առհասարակ դեռ շարունակում Հայաստանի Հանրապետությունում ապրել, որովհետև ըստ օդում կախված լուրերի, այսպես ասած, մեծ հարստություններ ունի տարբեր տեղերում։ Երևի տենց մտածում է ինքը այն ամենառեյտինգային քաղաքական գործիչներից է, տենց մնում է Հայաստանում հայ ժողովուրդն էլ իրան խաբում են ըստ երևույթի, չգիտեմ, որ ինքը տենց ռեյտինգավոր է, բայց ես կարծում եմ ինքը երբ իր դեմքով հանդես է գալիս, ընդհակառակ շանսերը լրիվ զրոյանում են, որ իրենք որևէ ձայն կհավաքեն։ Նույնիսկ խոսակցություններ կա, որ նախկին նախագահները, որ ընդհանրապես չմասնակցեն, գուցե ինչ որ մի ուժ գա էլի ձայն հավաքի, որովհետև այնքան մաշված են, որ հնարավոր չէ իրենց վերարտադրությունը, ավելի լավ է իրանց օգուտի համար եմ ասում, ընդհանրապես չմտնեն ընտրապայքարի մեջ։ Ես իրապես ցավում եմ ու կարելի ասել արդեն խղճում եմ, որովհետև մարդը իրականությունից լրիվ զրկված է։ Եվ նկատել եք, որ անգամ ոչ միայն թիմակիցների միջոցով, այլ հենց երկու նախագահների շուրթերից էլ հնչում է կարծես թե այդ իրենց հայտարարություններից պարզ է դառնում, որ լարվածություն կա նախագահ Քոչարյանի, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Մի պահ մի պահ ինչ որ շատ էր սրվել, հետո երևի թե իրար հետ մի քիչ տենց բան եղան, բայց ես քանի որ մարդիկ նույն կետից եկող մարդիկ են տարբեր ժամանակաշրջանում կառավարած, իրենք չեն կարող լուրջ կոնֆլիկտ ունենան ու այդ կոնֆլիկտի հիմքով ես օրինակ էլ կբերեմ իրարից անջատ գործել։ Իրանք մի թելով իրար կապված են, ես միշտ ասել եմ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ինչու՞ չէ նաև Կտրիշ Ներսիսյան, իսկ Լևոն Տեր-Պետրոսյան, այո, մի թելով իրանք իրար ամենաշատը իշխանությանը քննադատողը Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ Կտրիչի մեկնասխաչը չի համբուրել, ասենք հայրմերը չգիտեր ու այդ բոլորն են խոսում այդ մասին, հիմա դարձել է, ասենք Կտրիշ Ներսիսյանի մոլի պաշտպաններից մեկը, այսինքն ըստ նպատակահարմարության քաղաքական իրանք համախմբվում են։ Նույնը արեցին Գյումրու հետ, տեսա Գյումրիում ինչ կատարվեց, ասենք բերեցին այն մարդուն, ով մի տոննա քրեական գործեր ուներ իր վրա ու բնականաբար վերջը գնալու էին այդ մարդու հետևից, չնայած այդ մարդը արագացրեց այդ գործընթացը եւ ասենք չդիմացավ 6 ամիս էլ անցավ իր հին փեշակին, հիմա նույն խոսակցությունները Դավիթ Համբարձումյան, իրենք շատ լավ իմանալով Դավիթ Համբարձումյանի այդ գործերի ընթացքը, որ ինչ որ մի կետում բերում դնում են վարչապետի տեխնացու, այլ մարդ չկար էլ իրանց մեջից տնային, իրան դրեցին վարչապետի տեխնացու, այն որ այնքան ակնհայտ, այնքան պրիմիտիվ են խաղում, այսպես ասած, այստեղ է որ ժողովուրդը հիասթափվում է իրանցից։ Երբ որ մի քիչ անկեղծություն ունենան, գուցե ինչ որ մի կետում մի բանը, այն որ իրականում լավ բան անում, լավին լավ ասեն, այսինքն ժողովուրդը մի բան գոնե տենա իրանք ճիշտ են անում, ճիշտ են խոսում, ինչ որ մի բան են անում, գուցե ինչ որտեղ մի քիչ հավատ վերականգնեն։ Այս սա որ իրանց ավելի է, այսպես իջացնում, էլ տեղ չունեն, ավելի ցածր։ Ասենք ակնհայտ էր Դավիթ Համբարձումյանին, ինչի համար էին վարչապետի տեխնացու, հեն այսօր Դավիթ Համբարձումյանը կգա, գիտեք, իր վերաբերյալ էլ արդեն վճիռը կա, խնդրեմ, այս նույն երևույթը։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնում եմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխազ Ղազարյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։